Եկեք խոսենք Սթիվեն Ջոնսոնի համախտանիշի մասին։ Սթիվեն Ջոնսոնի համախտանիշը երբեմն կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որի հիմքում ընկած է 4 տիպի կեզգայնության ռեակցիան։ Մենք գիտենք, որ 4 տիպի կեզգայնության ռեակցիայի հիմքում ընկած է բջջային իմունիտետի ակտիվացումը, ի տարբերություն առաջին, երկրորդ և երրորդի, որի ժամանակ մասնակցում էր հումորալ իմունիտետը։ Սթիվեն Ջոնսոնի համախտանիշը կարող է սկսել դեղորայքի, հիմնականում դեղորայքի օգտագործումից հետո է սկսվում, եւ այստեղ տեսնում ենք դեղորայքի անուններ, տարբեր դեղերի անուններ, օրինակ ալոպուրինոլը, որը կիրառվում է օրինակ պոդագրայի ժամանակ, այլ պաթոլոգիաների ժամանակ եւս կիրառվում է, բայց օրինակ պոդագրայի ժամանակ ենք կիրառում կարբամազեպինը, լամոտրիջինը, այդ պրեպարատները իրենց ներկայացնում հակացնցումային պրեպարատներ, եւ նրանց կողմնակի երևույթներից մեկը դա հենց Սթիվեն Ջոնսոնի համախտանիշի առաջացումն է։ Եվ ոչ ստերոիդային NSAIDs կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատները միգուցե խմբի անունը անծանոթ լինի, բայց տվյալ դեղորայքը, այս դեղորայքային խումբը բավականին տարածված է, օրինակ պրեպարատները կարող են լինել ասպիրինը կամ իբուպրոֆենը։ Եվ ինչ է լինում, տվյալ դեղորայքի կիրառումից հետո, Եվ առաջին անգամ դեղորայքը կիրառում են մոտավորապես 4 օր հետո կամ 4-ից մինչև 28 օր հետո սկսում են կլինիկական նշանների հայտ գալը։ Իսկ սկզբանե մենք այստեղ տեսնում ենք շատ ծանր պատկերն ենք տեսնում սլայդի վրա, բայց ի սկզբանե կարող է սկսել ուղղակի գրիպանման երևույթներ եւ տենդ, այսինքն ջերմության բարձրացումը։ Հետագայում սկսում են մաշկի եւ լորձաթաղանթում, այստեղ կարևոր է որ լորձաթաղանթը եւս ներգրաված է, դա կարող է լինել վերանի խոռոչը կամ միզասեռական համակարգի լորձաթաղանթը։ Առաջանում են բշտիկներ եւ այդ բշտիկները շատ հեշտությամբ պատրվում են եւ ունենում ենք մեծ վերքային մակերես, այստեղ կարող եք տեսնել մաշկի մակերեսն է եւ բերանի լորձաթաղանթը եւս ներգրաված է։ Եվ առանձնահատկությունը այստեղ այն է, կոչվում է դրական Նիկոլսկու նշան, այսինքն երբ մենք թեթևակի մատների շփումով այդ բշտիկները շատ հեշտությամբ շերտազատվում են, ի տարբերություն մեկ այլ պաթոլոգիայի մասին, որի մասին հետագայում կխոսանք, կոչվում է բուլյոզ պեմֆիգոիդ, որի ժամանակ Նիկոլսկու ախտանիշը բացասական է, այսինքն թեթևակի շփումից մենք ունենում ենք բշտիկներ, բայց բշտիկները հեշտությամբ չեն շերտազատվում։ Եվ այստեղ բացի նրանից, որ մենք պետք է իմանանք Սթիվեն Ջոնսոնի համախտանիշի մասին, նաև գոյություն ունի այլ համախտանիշ, որը կոչվում է տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ, անգլերեն necrolysis։ Եվ տարբերությունը այն է, միայն կլինիկական նշաններով բավականին նման են։ Տարբերությունը թե որ ինչքան մակերես է, քանի տոկոսն է մարմնի ընդհանուր մակերեսի ներգրավում տվյալ բշտիկային մակերեսները։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Սթիվեն Ջոնսոնի համախտանիշի ժամանակ 10%-ից քիչ է ամբողջ ընդհանուր մարմնի մակերեսի եւ 30%-ից ավել կոչվում է արդեն տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ, այսինքն ավելի մեծ մակերես է ներգրավում եւ 10-ից 30-ը միջանկյալ դիրք է գրավում երկուսի միջև։ Եվ պետք է նաև այստեղ եկեք տեսնենք միկրոսկոպիկ պատկերը, հիստոպաթոլոգիայի պատկերը, որ ժամանակ տեսնում ենք էպիդերմալ հենց նեկրոլիզ, որտեղ այս հատվածում տեսնում ենք շերտազատվել է եւ ինչպես է էպիդերմիսը մնացած մաշկի, այսինքն վերնաշերտը, ինչպես է մնացած մաշկի հատվածներից բարձրացել վերև։ Եվ ինչ պետք է անել։ Միանշանակ առաջինը, որ պետք է, եւ ես նշեցի մի քանի դեղորայքի անուն, բայց դեղորայքը շատ բազմաթիվ կարող է լինել, անգամ կարող է լինել փոխպատվաստումից հետո, փոխպատվաստում, օրինակ ոսկրածուծի փոխպատվաստումից հետո այս պաթոլոգիան եւս կարող է ի հայտ գալ։ Եվ առաջին բանը, որ պետք է անել, տվյալ դեղորայքը դադարեցնել։ Միանշանակ, եթե պատճառը դա է, պետք է դադարեցնել։ Եվ կարելի է ենթադրել, որ մենք ունենք վերքային մակերես եւ բարդությունները, որոնք կարող են լինել, շատ նման են լինելու այն բարդություններին, որոնք մենք ունենանք այրվածքների դեպքում։ Եվ օրինակ դա կարող է լինել ջրազրկում, մեծ մակերես ունենք եւ մենք կորցնում ենք հեղուկներ։ Եվ ջրազրկումից բացի երկրորդային ինֆեկցիա կարող է ի հայտ գալ, քանի որ պաշտպանիչ բարիերը շերտը մաշկի կորչում է եւ կարող ենք ինֆեկցիայի լրացուցիչ ավելացումից կունենանք արդեն թարախային process-ի ձևավորում։ Եվ հետևաբար վարումն էլ պետք է լինի ջրային բալանսի շտկում, էլեկտրոլիտային բալանսի շտկում եւ համապատասխան ստերիլ վիրակապերի տեղադրում, որպեսզի եթե ինֆեկցիա է ավելացել, արդեն անտիբիոտիկային, հակաբիոտիկային պրեպարատների կիրառում։